Նախագծով առաջարկվում է կարգավորել ԵԱՏՄ անդամ պետությունների հարկ վճարողների կողմից շահագործվող էլեկտրոնային առևտրի հարթակների միջոցով ֆիզիկական անձանց ապրանքների վաճառքների մասով հավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման կարգավորումները, հաշվարկման և վաճառքների ու վերադարձի մասով տեղեկատվության ներկայացումը, ինչպես նաև հարթակների միջոցով Հայաստանի Հանրապետությունում հաշվառված հարկ վճարողների կողմից ֆիզիկական անձանց վաճառքների փաստաթղթավորմանը և հաշվետվողականությանը վերաբերող հարցերը։ Այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը։ Մանրամասն ներկայացնելով առաջարկվող կարգավորումները, Համլետ Սահակյանը տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտների կողմից ԵԱՏՄ առևտրի էլեկտրոնային հարթակներով ԵԱՏՄ անդամ այլ պետություններում գտնվող ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման գործարքները համարվելու են ավելացված արժեքի հարկի 0% դրույքաչափով հարկվող գործարքներ։ Ընդ որում ավելացված արժեքի հարկի 0% դրույքաչափի կիրառությունը հիմնավորվելու է առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին ներկայացված տեղեկատվությամբ։ Նախատեսվում է նաև պարզեցնել Հայաստանի Հանրապետության տնտեսվարողների էլեկտրոնային հարթակներով այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն վաճառքների գործընթացը։ Նախագծով նաև սահմանվում է, որ առևտրի էլեկտրոնային հարթակները շահագործողները չեն կարող գործել հարկման հատուկ համակարգերում։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ նախորդ շաբաթ հունվարի 14-ը Հայաստանի ֆինանսական ոլորտի համար առանձնացավ ևս մեկ կարևոր իրադարձությամբ։ Հայաստանի Հանրապետության բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի $600 միլիոն եվրոբոնդեր, 5 տարի ժամկետով 6.6%-ով։ Թողարկված եվրոբոնդերի պահանջարկը եղել է $2 միլիարդից ավելի, հայտնել է Փաշինյանը։ Նշենք, որ թողարկումն իրականացրել է Արտշին բանկը, և ոլորտի մասնագետներն այն լուրջ իրադարձություն են համարում երկրի բանկային ոլորտի պատմության մեջ։ Այս քայլն ըստ վերլուծաբանների անհրաժեշտ ֆինանսավորման աղբյուր է ոչ միայն բանկի, այլև Հայաստանի տնտեսության համար, հատկապես աշխատատեղեր ապահովող փոքր ու միջին բիզնեսի զարգացման աջակցման համար։ 2025 թվականի տվյալներով այդ բանկը դարձել է թիվ 1 ուղղակի հարկ վճարողը։ Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են հսկողական աշխատանքները հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, բարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։ 2025 թվականի դեկտեմբերի ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 509 հարկ վճարողի մոտ և տուգանքի չափը կազմել է 197 միլիոն դրամ։ Արձանագրված խախտումներից 19 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1 միլիոն դրամ և ավելի տուգանք, ընդհանուր 61.2 միլիոն դրամի չափով։ Բարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 72 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 74 միլիոն դրամ։ 3 և ավելի բարձու աշխատողների չձևակերպման դեպքով 25 հարկ վճարող տուգանվել է 56 միլիոն 750 հազար դրամով։ Անկանխիկ գործառնությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտում արձանագրվել է 29 հարկ վճարողի մոտ։ Արդյունքում հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 11.6 միլիոն դրամի չափով տուգանք։